երկնային արքայության մեջ հայտնվել եք ոչ այս ամենի համար, որովհետև դուք ձեր կյանքի գնով ամեն ինչ արել եք, որ մենք այս իրականության մեջ չապրենք, որ ձեր մայրերին ձեր իսկ շիրիմների վրա ոտից ու ձեռքից բռնած հայ ենիչերիները իբր ազգությամբ, այ չքաշքշեն, որ մի պարագլուխ գա փորձի պղծել ձեր գերեզմանները։ Դրա համար չեք դուք զոհվել։ Աբսուրդ է, էլի, որ ասում են տուն ենք պահում։ Եղբայր, այդ բոլորը տուն են պահում։ Սրանք տուն են պահում, ոստիկանները տուն են պահում, բոլորը տուն են պահում։ Այս հողը, այնպեսի տպավորություն, բոլորը տուն են պահում։ Բացի այդ զոհված երեխեքից մենակ իրանք էին հողը պահում, այսինքն հողը մենակ իրանցն է, մնացածներինը տուն պահելն է։ Դա է իրանց առաքելությունը։ Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ վաղը գալու է այնպիսի իրավիճակ, որ իրանք ենթարկվելու են արդեն ոչ թե այս ներկա իշխանություններին, այլ իրանց թելադրողներին, ադրբեջանցիներին են ենթարկվելու։ Այն ժամանակ էլ են ասելու տուն ենք պահում։ Դե կասեն էլի։ Եթե հիմա ասում են, հետո էլ կասեն։ Իհարկե, իրենց համար ինչ տարբերություն։ Եթե այս հրամանի տակ մտնում են, մի ադրբեջանցի տիրոջ հրամանի տակ էլ կմտնեն։ Հա, դե էլի կասի, բանա չէ, արդարացումա, դե տուն են պահում։